Եվ այսօր գտնվում ենք այստեղ Արգենտինայի եւ Բրազիլիի հետ հիշադակելու մեր զոհերին այս 110-ամյակի ցեղասպանությունի։ Բոլորը մեծամասնությունը հայ չեն, բայց շատ մոդիկ են, շատ ընկեր են հայերին եւ Հայաստանին եւ գտնում են իրեն, որ շատ կարեւոր էր այսօրը հոս Հայաստանում նշել եւ դոնել ձևով ասենք։ Ինչ խորհուրդը, որ բարձրացել են նաև իրենք այստեղ որն է։ Իրենք քաղաքական մարդիկ են, ժուրնալիստներ են, ամենանշանավոր երկու ինչպես կսի լրագրող ամենագարտացված իսպաներեն աշխարհում եւ պաստապաններ են, իրավականներ են, որ շատ պաշտպանում են Հայաստանի մեր խնդիրը թուրքերի հետ Արգենտինայում եւ Բրազիլիում, մանավանդ մեր parlamenti մեջ եւ կառավարությունների մեջ։ Իսկ ուսումնասիրություններ որպես փաստաբան արել են։ Այո, իրենք դեղյակ են ամեն ինչի եւ օգնում են ինչպես կարող են, որ Արգենտինան եւ Բրազիլը միշտ հայերի կողմից լան եւ օգնեն դաշնամիների հանդեպ։ Իսկ ինչպես են ընկալում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն առայն, որ առաջնահերթություն չէ այլևս ցեղասպանության օրակարգը։ Ադիգա չէ թեման, որ իրենք գալիս են, ուստեղ գալիս ենք, որ աշխարհը իմանա ինչ ըրած են հայերի հետ թուրքերը եւ ինչպես 110 տարի հետո բան չի փոխվել եւ բարձրացնելու ցայնը, որ ինչպես կարելի է, որ 100 տարի անցել են եւ բան չի եներ, շատ երկիրներ, որ խոսում են ազատության մասին, խոսում են դեմոկրատիայի մասին, բայց երբ որ դիկտատորներ ցեղասպանություններ գսեն բան մչեն ասել։ Ադիգա է մեր նվադակը, որ բարձր ցայնով սվի at սխալ բանը։ Իսկ ինչու է կարծում, որ 110 տարի անց բան չի փոխվել, ինչ հիմքով։ Ինչու աշխարհը Ալիև Սևլուս բացի վրետ, համայն աշխարհի Ալիև Սևլուս բացի վրետ, Հիսուս Քրիստոս, Նիկոլ Փաշինյան, դուխո։ Աշխարհը միայն բիզնեսը մտածում է, փողը մտածում է եւ մարդկային կարևորությունները կողմը ցկադի։ Եվ ադիգա ինչ որ գասեն թե որ բիզնեսը եւ փողը ավելի արժեք ունին քան թե կյանքը։ Ադորամար թեր ցեղասպանություններ կգադարվին։ Ինչպես կարելի է կանխարգելել ցեղասպանությունները ձեզ։ Կանխարգելել ինչ կուզես։ Կանխարգելել։ Ցույց տալով ինչ կբադայի, որ բոլոր աշխարհը խոսի ինչպես մերցուցել են 1 միլիոն ուգես հայ, 6 միլիոն հրյա Ռուանդայում, ցույց տալով, որ ժողովուրդ իմանա, շատ ժողովուրդ Ամերիկայում չեն գիտեր ասիգա, ինչու իրենց երկիրները ցևով չեն տողեր, որ աս լուրերը իրենց երկիրների մեջ դարածվին։ Իսկ դուք տեղյակ եք Արցախում տեղի ունեցածին եւ ինչպես եք դրան վերաբերվում, գնահատականը դա ինչ էր։ Բոլորը Արգենտինայում եւ Բրազիլիում հասկանում են, որ ոնդեղալ ցևոմը ցեղասպանություն կատարվել է, որ մեր ժողովուրդը ստիպված բախավ, չնջել են եւ չնջում են մեր identity-ին, ինչպես կսեն ինքնությունը այդ տարածներում, որ հազարամյակ տարիներով մենք ապրել ենք եւ ադիգա շատ ցույց կդրվի։ Դուք նշեցիք, որ ձեզ հետ Հայաստանում են գտնվում Արգենտինայում եւ Բրազիլիայում հայտնի լրատվամիջոցների լրագրողներ, ովքեր հայերի մասին բարբերաբար անդրադառնում են եւ լուսաբանում։ Այս օրերին Ադրբեջանում Բաքվում տեղի է ունենում հայ ռազմագերիների դատավարությունը։ Եվ բարբերաբար իրենք ամեն անգամ գրում են, որ այդ դատավարությունը բաց է։ Արդյոք նրանց մոտ ցանկություն չի առաջանում գնալ եւ լուսաբանել դատավարությունը։ Ցանկությունը կա եւ ադորամար իրենք ալ հոսեն, որ կարողանան ինչքան շատ լուրեր օ ինֆորմացիա
ունենալ, որ կարողանան իրենք ալ քրել ադոր մասին։ Դժբախտաբար բոլորս գիտենք, որ Ադրբեջանը դեմոկրատիա չէ, Ադրբեջանը ավտորիտար ռեժիմն է եւ չի թողեր ազատ լուրերի բանը դարացումը։ Դժվար գլա որ ժուրնալիստներ թողեն մտնել Ադրբեջանը, որ կարողանան ցույց տալ ինչքան կրիմինալ բաներ գնեն որ մեր հայերում։ Ցանկություն լինի եւ Ադիգա իրենց պետք է հարցունենք, ես դեղյակ չեմ, բայց վստահ եմ որ եթե հնարավորությունը լառն է գնեն, բայց գիտենք որուն է դեպի խոսին եւ Ադիգա հարցը, երբ օրինակ դատավարությունների ժամանակ հայտարարում են որ բաց է, դռնբաց է դատը դա է խնդիրը, եթե դիմեն մերժում ստանան, դա այլ հարց է, բայց եթե չեն դիմում լուսաբանելու համար Ադիգա իրենց պետք է հարցնվի, Իսկ կարող եք հարցնել իրենց։ Կարող ենք հարցնել։ Ձեր թիկունքում են գտնում։ Բայց bueno, հիմա չեմ գիտերով գա երևս։ Դե ներկայացրեք իրենք ընկերներն են, բայց ժուրնալիստները գաշխատին որ հիմա շրջանում։ Առաջին անգամ են Հայաստանում։ Իրենք այո։ Ամեն տարի դարբեր խումբեր գուկան որ միևնույն Գրուպի գրուպի կազմակերպում այդ խմբերի։ Այո։ Շնորհակալ եմ։ Ուժ եղել լանք բոլորս։ Եվ միացած։